Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բարև ձեզ, կարելի է։ Ներս եկեք։ Ես Արտակի գործի հետ կապված նորություններ ունեմ։ Ինչ նորություն։ Ինչ ասելու եմ Դավիթի հետ է կապված։ Դավիթի։ Հա, այն տղայում կասկածում էի Արտակի մեքենան կոտրելու մեջ։ Ինչի նստեցիր, Դավիթ։ Որովհետև մի տեսակ ես, Մարիա։ Հաստատ այդ վիճակդ մենակ Սոֆիայի գալու հետ է կապված, թե էլի բան ա եղել։ Չէ, ինչ կար արդեն ասեցի։ Դու որ տխրում ես, չգիտեմ հետս ինչ ա կատարվում։ Լուրջ եմ ասում։ Ուղղակի այս խնդիրները այնքան շատ են, որ ես հոգնում եմ պայքարելուց, Դավիթ։ Մարիա, մի հատ հիշիր ինչերի մեջով ենք անցել, ինչքան ենք պայքարել այսօրվա համար։ Հիմա ես մի քանի մանր խնդիրներից պիտի վախենանք, այդ խելքին մոտ է։ Չէ, բայց Ուրեմն էլ բայց չկա։ ինչ ես տենց նայում։ Ուրախանում եմ։ Այս մատանին ամեն անգամ ինձ հիշացնում է, որ մենակ իմն ես ու վերջ։ Կարող եմ ստեղ մի քիչ մնանք, հետո քեզ տուն տանեմ։ Կարող է։ Կմանրամասնեք։ Դավիթը Արտակին մեքենայի դեպքից հետո հանգիստ չէր թողում։ Մի օր երեկոյան մենք նստած էինք ու Դավիթը զանգահարեց ինձ։ Հետո։ Հետո, Սոֆիա ջան, հետո։ Հետո երբ ես տվեցի Դավիթի անունը, Արտակը խլեց հեռախոսը ձեռքիցս ու իրենք շատ վատ տոնով խոսացին իրար հետ։ Դավիթը սպառնում էր Արտակին, որ եթե Արտակը չգնա իր հետ հանդիպման, ինքը իրեն կսպանի։ Ինչ նշանվել ենք, չեմ կարող քեզնից կտրվեմ։ Դες ինչ բան է։ Այսինքն երբ նշանված չէինք կարողանում էիր տենց հեշտությամբ կտրվել։ Նայ, այն ժամանակ ուրիշ էր։ Հիմա ոնց որ պատասխանատվությունը ավելի է մեծացել։ Հիմա ինձ ավելի մոտ ես, քան առաջ։ Դավիթ, արի հիշենք, որ մենք դեռ ուղղակի նշանված ենք։ Ճիշտ ես ասում, դեռ։ Հենց այս խառը գործը հետ ավարտես գնալու եմ պապայիդ հետ խոսեմ, հարսանիքի օրը որոշենք։ Գիժ ես։ Գիժը դու ես, որ ես կարևոր միտքս կտրում ես ինձ գիժ ասելով։ Ես շատ լուրջ բան եմ ասում, Մարիա, ես այդքան համբերություն չունեմ, որ սպասեմ։ Դավիթ։ Ինչ։ Էլ դպրոցական երեխա չես, որ ասես շուտ է։ Ինստիտուտդ ավարտել ես, չես կարող ասես, որ դեռ սովորում ես, կողմեն կողմ։ Ես մի պատճառ կգտնեմ։ Քեզ թվում է այդ պատճառները ինչ որ մեկին հետաքրքիր են։ Ամեն ինչ թվում է դու ավելի շատ ես սպասում ես հարսանիքին, ուղղակի չես ասում։
Արտակը այդ օրը գնաց հանդիպման ու շատ ուշ վերադարձավ տուն։ Իսկ երբ վերադարձավ, իր հետ խոսել չէր լինում։ Ձեզ ոչինչ չի ասել։ Չէ, երբ հարց էի տալիս, բարկանում էր ու գոռում վրաս։ Մենակ անդադարացում էր, որ պատասխանա տալու։ Իսկ այդ օրը տանը գիշերեց։ Չէ, 5 րոպեով մտավ տուն ու էլի դուրս եկավ, հավանաբար գնաց էլի Դավիթին տեսնելու։ Ես Արտակին լավ եմ ճանաչում, ինքը կուլ չէր գնա ոչ մեկին, հաստատ գնացել է ու էլի վիճել են իրար հետ։ Ինչ էի անելու առանց քեզ։ Ես իմ երևի մի կերպ անհետաքրքիր կապրեր են։ Ինչ։ Սուտ եմ ասում։ Չէ, ճիշտ ես ասում։ Ճիշտ են ասում, որ մարդ երբ սիրում է, կյանքը ավելի շատ է սկսում սիրել ու կյանքին ուրիշ հայացքով է սկսում նայել։ Կա տենց բան։ Դավիթ, դու իմ կյանքը լրիվ փոխել ես։ Զգացմունքներս ես փոխել, նպատակներս ես փոխել։ Ես այն ժամանակ մի վայրկյան անգամ աշխատանքից շուտ դուրս չէի գալիս, սպանեին դուրս չէի գա։ Իսկ հիմա ինքս եմ պատճառման գալիս, որ արագ դուրս գամ ու գամ քո մոտ։ Իսկ ես աշխատանքի չեմ էլ գնում, սենց որ շարունակվի անգործ ամուսինս ունենալ։ Մարիա, դու գիտես, ես քո նման չեմ կարող սիրուն խոսամ, բայց դու միշտ հիշիր, որ իմ կյանքի ամենակարևոր պահն ես, որ միշտ պիտի լինի։ Հիմա կարամ քեզ հանգիստ խղճով տուն տանեմ։ Ու այդ օրվանից Արտակին էլ չեք տեսել։ Չէ, մի անգամ զանգեց ու վերջ։ Իսկ կհիշեք մոտավոր ժամը քանիսն էր։ Հենց այդ պահին ճանապարհից է զանգահարել ու ասաց, որ զգույշ լինեմ, երևի վախեցած էր։ Ջուր կուզեք։ Չէ, նորմալ է։ Ուղղակի սիրտս այնքան է ցավում, ես ուզում եմ, որ Արտակին սպանողը այստեղից դուրս չգա։ Ուրիշ ավելացնելու բան ունեք, թե վերջ։ Վերջ։ Շատ լավ, ես հաշվի կառնեմ ձեր բողոքը, նոր հետաքննություն կսկսեմ։ Մի բան էլ կա, որ դուք պետք է իմանաք։ Մամ, ես ինչ է եղել։ Դուրս եմ եկել մի քիչ մաքուրոց չնչեմ, Մարիա։ Բարև ձեզ։ Բարև։ Լավ եք։ Լավ եմ։ Մարիա, գնանք ներս։ Մամ, բա Դավիթին չես հրավիրում ներս։ Մամ, ինչ է եղել։ Ոչ մի բան, Մարիա։ Ես մի քիչ գործեր ունեմ։ Գնամ, կզանգեմ հետո։ Դավիթ, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան ա եղել, ինչ եք ձեզ տարօրինակ պահում։ Ես մրսեցի։ Գնամ տուն։ Լավ կանես, դու էլ գաս, ցուրտ ա դրսում։ Ու արի մի հատ քեզ գրկեմ գնամ։ Դավիթ։ Այդ օրը Արտակը ինչ-որ ձայնագրության մասին էր խոսում։ Հավանաբար ձայնագրել է իրանց խոսակցությունը։
Եթե Արտակի հեռախոսը ձեր մոտ է, խնդրում եմ փորձեք պարզել այդ ինչ ձայնագրություն է։ Լավ։ Լավ։ Շնորհակալություն այդ կարևոր դերության համար։ Հուսամ մարդասպանը կպատժվի ու իրեն չեն հասնի օգնության։ Մամ։ Հա, Մարիա ջան։ Մամ, ինչ է եղել։ Ինչի էր Դավիթի հետ մի տեսակ։ Ուղղակի մի փոքր տրամադրություն չունեմ, Մարիա։ Խնդրում եմ ուշադրություն մի դարձրու։ Մամ, ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Գիտեմ, որ երբեք տրամադրությանդ պատճառով քեզ թույլ չէիր տա դիմացինին արհամարել։ Այնպես որ խնդրում եմ ինձ ճիշտը ասա։ Դու գիտես, որ իմ համար ամեն հարց Դավիթի հետ կապված շատ կարևոր է։ Խնդրում եմ, ասա։ Մամ։ Մարիա, ես քեզ խնդրանք ունեմ։ Շատ մեծ խնդրանք։ Խնդրում եմ քեզ։ Դավիթին ասա, որ իմ ու քո հարաբերություններին չխառնվի։ Այսինքն։ Այն օրը, որ դու Անի հետ հանդիպման էիր գնացել, Դավիթը եկել էր ու ինձ համոզում էր, որ ես ընդունեմ քո ու Օֆելիայի հարաբերությունները։ Ու ուզում է, որ օգնեմ հաշտվես Օֆելիայի հետ։ Մարիա, դու գիտես, որ իմ Վահանի պատմությունից հետո իմ ամենացավոտ կողմը դու ես։ Ես իմ երեխու առաջին քայլելը չեմ տեսել, առաջին բառը խոսալը չեմ լսել։ Մարիա, դու իմ երեխեն ես։ Ես քո մայրն եմ։ Ու ես վախենում եմ։ Վախենում եմ, որ ես երկրորդ անգամ կկորցնեմ ու նորից կզգամ այն ցավը, ինչ զգացել եմ 15 տարի առաջ, հասկանում ես։ Մամ, մեզ ոչ ոք չի կարող բաժանել։ Խնդրում եմ, մի մտածի այդ մասին։ Մարիա, ինձ համար սարսափելի է։ Ես շատ եմ վախենում։ Ես վախենում եմ, որ դու Օֆելիայի հետ կհաշտվես։ Ու մենք կբաժանվենք իրարից։ Երբ դու աշխատանքդ ավարտում ես, ես արագ զանգում եմ քեզ, որ տեսնեմ հո չես գնացել Օֆելիայի մոտ, հո չես հանդիպել իրան։ Ես վախենում եմ այդ մտքից։ Հա, ես շատ լավ հասկանում եմ։ Ու դու էլ գիտես, որ ես Օֆելիային ատում եմ։ Կներես ինձ, որ այդ ամեն ինչ ես հիմա բարձրաձայնում եմ, բայց դու լավ գիտես։ Եթե նույնիսկ Օֆելիան այս պատմության մեջ չլիներ, ես նույն կերպ էի անելու։ Ես ոչ մեկին չեմ թողնի, որ քեզ ինձանից խլի, Մարիա։ Ու ես կուրանամ այն մարդուն, ով կհերքի այն փաստը, որ ես եմ քո մայրը։ Ես, Մարիա։ Ու խնդրում եմ, որ Դավիթին է փոխանցես, որ հաջորդ անգամ իրան թույլ չտա այդ մասին խոսա։ Մամ, ես կխոսեմ Դավիթի հետ, լավ։
Հա, Մարիա։ Դավիթ զանգել եմ մի հարց տամ։ Ասա։ Դավիթ ինչի ես եկել մեր տուն ու մամայիս հետ օֆայի մասին խոսել, ինչի։ Հիմա լուրջ դու այդ հարցի պատասխանը չունես, զանգել ես, որ ես ասեմ։ Չէ, չունեմ, որովհետև չեմ կարծում, որ այդ քո խառնվելու թեման է։ Մաման շատ նեղված է, լացում է։ Այսինքն ես իրավունք չունեմ, Մարիա, քեզ անհանգստացնող թեմաների մեջ խառնվելու։ Դավիթ։ Ինչ։ Ինչ, Մարիա։ Դու հասկանում ես իմ ինձ ինչ ես ասում։ Դու քեզ ընդհանրապես լսում ես։ Ուղղակի մաման շատ է ազդվել ասածներից հետ։ Դու էլ ես անհասկանալի իրավիճակից ես ազդվում։ Հետո ինչ։ Լռեմ, ոչ մի բան չանեմ։ Եթե չես ուզում, որ ես քո համար անհանգստանամ, տենց էլ ասա, Մարիա։ Դավիթ, դու ինձ սխալ հասկացար։ Չէ, ես քեզ շատ ճիշտ եմ հասկանում։ Ուղղակի դու դեռ չես պատկերացնում, որ մենք արդեն իրարից անկախ մարդիկ չենք։ Մենք պատրաստվում ենք շուտով ընտանիք կազմել, իսկ ես այդ հարցին շատ լուրջ եմ վերաբերվում։ Ու ես ամեն մանրուքի հետևից վազելու եմ, եթե զգամ, որ այդ մեզ խանգարում է։ Կներես, չպետք է հետդ այդպես խոսեի։ Ուղղակի որ մամային այդ վիճակում տեսա, խառնվեցի իրար։ Հասկանում եմ ես քեզ։ Ես էլ անկապ տաքացա, բայց դու ինձ հարցրեցիր։ Ինչ անեմ, չեմ կարողանում։ Չեմ կարողանում այդ ամենը մոռանալ։ Արի այսօր վատ բաների մասին մոռանանք։ Ոնց։ Կասես։ Ես քեզ կօգնեմ։ Ուշադիր լսում եմ։ Արի այսօր շատ սիրուն օր ունենանք միասին։ Արդեն հետաքրքիր է։ Ես քեզ շատ սիրուն ու ռոմանտիկ ընթրիքի եմ հրավիրում։ Պատրաստվիր կգամ հետևիցդ։ Դավիթ, ես ինչ է։ Ժամանակդ գնաց։ Բա ես ինչ եմ հագնելու։ Ալո։ Հալա, ոնց եք։ Աշոտից նորություն կա։ Նոր եմ խոսել բուժքրոջ հետ, ասեց, որ քնած է։ Այսինքն դու հիմա հիվանդանոցում ես։ Չէ, բուժքրի համարն ունեմ, այդպես եմ կապվում հետը։ Ես ինձ վատ եմ զգում, մի քիչ հետո կգնամ։ Հալա, ինձ այն օրվա ասածներդ շատ են անհանգստացրել ու ուզում եմ իմանալ, ինձ ավելացնելու ոչ մի բան չունես։ Ես իրոք ուզում եմ օգնել Ռաֆին, բայց չեմ կարող օգնամ, եթե չիմանամ ճիշտը։ Դրա համար նորից հարցնում եմ։ Կա որևէ բան, որ ես պետք է իմանամ ու չգիտեմ։ Չէ, չկա Ռուբեն, ու ես չեմ հասկանում քո չհավատալու պատճառները։ Կներես Ալա ջան, բայց հավատա, պատճառները շատ են։ Լավ, պարզա։ Ռուբեն, դու ինձ կարող ես չօգնել։ Ինձ պետք չի օգնել ու ներքուստ ուրիշ բաներ մտածել։ Ես ոչ մի բան չգիտեմ ուրիշ։ Հարի կլինի իմ հարցերից դու քեզ վատ մի զգա։ Լավ։ Բա ինչ անեմ, Ռուբեն։ Ինչ անեմ։ Ես խնդրել եմ քեզ, որ դու իմ երեխուն օգնես։ Եթե ես ինչ-որ բան իմանայի, ես կձեռնարկեի մի բան, ոչ թե քեզ կդիմեի։ Ալա, ես չեմ ուզում գնամ Աշոտին ինչ-որ հարցեր տամ։ Բայց եթե դու նեղվում ես իմ հարցերից, կարամ ընդհանրապես էլ չզանգեմ, էլ չհետաքրքրվեմ, բայց ես ուզում եմ օգնել Ռաֆին, դրա համար պետք է ես իմանամ ինչ է կատարվում։ Ճիշտը պետք է իմանամ։ Եթե չիմանամ, ես չեմ խոստանում, որ ամեն ինչ իդեալական կընթանա։ Դավիթ, կլինի մի անգամից սրճարանում հանդիպենք։ Ուզում եմ տենց ռոմանտիկան պահենք ու գնաս այնտեղ ինձ սպասես։ Դավիթ, կլինի մի անգամից սրճարանում հանդիպենք։ Ուզում եմ տենց ռոմանտիկան պահենք ու գնաս այնտեղ ինձ սպասես։
Ես ինչ հաշիվ է։ Գնում եմ Մարիայի հետ ընթրիքի։ Բա փողկապը ուր է։ Ինչ, չգիտես, ռոմանտիկ ընթրիքների ժամանակ փողկապը պարտադիր է, ախպերս։ Հանգստացի Աբուլ։ Լավ, եթե լուրջ, առաջին անգամ եմ քեզ sense խառնված իրար տեսնում պատրաստվելուց, դրա համար մտքերս խառնվեց իրար։ Ճիշտն ասած ես էլ չեմ հիշում ինձ այսքան պատրաստվելուց։ Դե Մարիան քեզ առաջին անգամ չի տեսնում, ինքը արդեն սիրահարված է քեզ։ Գիտես ինչ ուրախ եմ, ախպերս։ Ապրես ցավդ տանեմ։ Լիլիթի հետ խոսել ես, պապան ոնց է։ Չէ, կզանգեմ հետո։ Կողքին եղի։ Հիմա դու իրան շատ ես պետք։ Գիտեմ։ Հենց այդպես էլ անում եմ։ Ալո։ Ռաֆ, ուր ես հիմա։ Իսկ այդ կարևոր է։ Կարևոր է, որ հարցնում եմ։ Մենք պետքա հանդիպենք։ Կլինի մնա հետո։ Չէ, չի լինի, տղա ջան։ Ես աշխատասենյակում քեզ եմ սպասում։ Մենք պետքա հանդիպենք ու խոսելու բան ունենք։ Դա Ռուբեն, ես գիտեմ, որ մեր խոսակցությունը կարևոր է։ Բայց հիմա էլ ես չեմ ուզում խոսամ։ Թող մնա հետո։ Ռաֆ, ես գիտեմ, որ դու խնդիրներ ունես։ Մենք պետքա խոսենք այդ խնդիրներիդ մասին։ Ոչ թե արածներիդ կամ արարքներիդ։ Սպասում եմ, արի։ Իզուր մի սպասի։ Ինչ որ իմացել ես սուտ է։ Էս ինչ սիրուն ես, Մարիա ջան։ Իսկական գեղեցկուհի ես, բալես։ Լավ, արդեն ամաչացնում եք։ Իսկ կարելի է իմանալ, թե ուր ես գնում։ Դավիթը սրճարան է հրավիրել։ Ինչ լավ բան է արել Դավիթը։ Իսկ շուտ կգաս։ Չգիտեմ, մամ, բայց հանգիստ եղեք Դավիթի հետ եմ լինելու։ Նոնա ջան, հələ չգնացած արդեն գալու մասին ես հարցնում։ Ջահել են, թող գնան, նոր նշանված են, վայել են իրենց համար։ Ինչա դու ջահել չես եղել։ Ես ոչ իմ երիտասարդությունից եմ ինչ-որ մի բան հասկացել, ոչ էլ ամուսնությունից։ Դե լավ։ Պետք չի ես երիտասարդների տրամադրությունը գցես, հա։ Հա, ճիշտ ես ասում։ Մարիա, ես ուզում եմ, որ դու միշտ այսպես փայլես։ Դե ես արդեն գնամ։ Արդեն եկել է Դավիթը։ Չէ, պայմանավորվել ենք, որ միանգամից սրճարանում ենք հանդիպելու։ Մեքենան արդեն հասել է։ Դե զգուշ կլինես։ Հա, Աբուլ։ Լիլ, ոնց ես։ Չգիտեմ, ես արդեն ոչ մի բան չեմ զգում։ Մտքերով պապայիս հետ եմ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ես արդեն էլ այդ լավին չեմ հավատում։ Մտածում եմ, որ այս աշխարհում մենակ վատ բաներ են կատարվում։ Ու այդ լավ արտահայտությունը մարդիկ հորինել են զուտ իրենց հույս տալու համար։ Լիլ, դու հիմա հուսահատությունից ես այդպես խոսում։ Ուր է իմ կենսուրախ Լիլիթը, որ ամեն պարագայում մենակ լավ բաների մասին էր խոսում։ Հիմա հերթ հասավ քեզ, սկսեցիր չհավատալ։ Երևի նոր եմ ուղղակի տեսնում կյանքի իրական դժվարությունները։ Նոր եմ դրանց հետ բախվում։ Որոնց լուծումները, չգիտեմ,
Չեմ պատկերացնում ոնց կարող եմ գտնել։ Բոլորիս հետ է լինում է դեպքեր, Լիլ, երբ գալիս է մի ժամանակ, երբ չեն կարողանում կողմնորոշվել։ Բայց այդ չի նշանակում, որ պետք է հույսներս կորցնենք ու մենակ վատին սպասենք։ Աբուլ հասկանում ես պապայի մոտ երկրորդ կաթվածի վտանգ կա։ Մեծ չափաբաժնով հանգստացնողներ են ներարկել ու ամբողջ օրը քնած եղել, հասկանում ես։ Դե եթե դա օգնում է պապայիդ, ուրեմն նորմալ է։ Բժիշկները ամեն ինչ անում են, որ շատ արագ պապայիդ օգնեն։ Մի մտածի, լավ կլինի։ Այնքան ուրախ եմ, որ դու կաս իմ կյանքում։ Շնորհակալ եմ, որ կողքս ես։ Ես միշտ քո հետ եմ։ Մի կորցրու քեզ, հա։ Լավ։ Մի րոպե կսպասեք։ Բարև ձեզ։ Ինձ Դավիթի անունով պատվիրած սեղանը ցույց կտաք։ Այո, իհարկե, եկեք։ Դու գիտեիր քեզ գտնելը բարդ բան, հա? Ինչ է կատարվում հետը տրավ։ Ինչ ես մտել խմիչքի մեջ։ Ինչ է եղել։ Իդեալական կյանք ունեմ։ Դրանից է։ Ես հասկանում եմ, որ այս վերջի դեպքերից հետո Մարիայի հետ կապված քո կյանքում շատ բան է փոխվել, հա, հասկանում եմ։ Դժվար է։ Բայց արի անկեղծ գտնվենք։ Մենակ էդ չի։ Դու հիմա պետք է ինձ հարցակող անեիր, բացատրություն պահանջեիր։ Քո մոտ ուրիշ բան է կատարվում։ Ինչ է եղել։ Ես փորձել եմ։ Դու չես խոսել։ Բրավ, դու մի մոռացի, որ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Դու իմ տանն ես մեծացել, աչքերիս առաջ, ձեռքերիս մեջ։ Ինչ է հետդ կատարվում։ Քո բնավորությունը լավ իմանալով, ես քո այս հանգստությունը չեմ հասկանում, բրավ, չեմ հասկանում։ Ինչ է եղել։ Ինչ է ուզում բա։ Որ գնա այդ Դավիթի գլուխը ջարդե, հա։ Հանգիստ տեղի հետ էլ կլինի։ Չէ, իմ ասածը այդ չի։ Դու ճիշտ ես արել, որ այդ քայլին չես գնացել։ Սսպել ես քեզ, ապրես։ Բայց հիմա քո այդ ուրիշ բան է կատարվում։ Ու կրկնում եմ, այն ինչ կատարվում է քո հետ հենց հիմա, Մարիայի հետ ընդհանրապես կապ չունի։ Հերիքա խմես։ Հանգիստ թող ինձ։ Դու այդպիսի քնքուշ զրույցների տրամադրություն ունես, աղջիկ ջան։ Լավ դու չես ամաչում։ Հերդ կյանքի ու մահվան կռիվ է տալիս։ Աղբորդ կյանքը կործանվում է։ Դու այդպես լուր ռոմանտիկ տրամադրություն ունես։ Մամ, ինչի ես դու միշտ ամեն իրավիճակ սխալ վերլուծում։ Ես սխալ չեմ վերլուծում։ Ես աչքերից տեսածն ու ականջներից լսածն եմ ասում։ Մամ ջան, ինձից շատ իմ պապայի համար ոչ մեկ չի ցավում։ Իսկ ինչ Ռաֆի կյանքում կատարվում է, դա մենակ իր խելքից է։ Քեզ այնպես մի պահի, որ ես մտածեմ, որ հրեշ եմ դաստիարակել։
Հա, մամ, հրեշ ես դաստիարակել։ Բայց այդ հրեշը ես չեմ, տղետ է։ Ձայնդ կտրի։ Ու էլ Ռաֆի անունը չտաս, պարզ է։ Դավիթ ես չլինի, այս անգամ էլ որոշել ես ինձ սպասեցնել։ Ասեմ, որ ես քո չափ համբերություն չունեմ ու երկար չեմ կարող սպասել։ Շուտ ասա ինձ ինչ ես արել։ Ինչ ես արել։ Շնորհակալ եմ։ Դավիթ, ինչի չես պատասխանում։ Հա, Մարիա ջան։ Աբուլ, ոնց ես։ Լավ եմ, դու ասա։ Չգիտեմ։ Դավիթի հետ հանդիպման էինք, բայց մի ժամա չի եկել։ Դեռ դուրս չի եկել։ Ոնց չկա։ Դավիթը վաղուց է դուրս եկել։ Կարող խցանման մեջ է։ Բա ինչի զանգերից չի պատասխանում։ Արդեն ես էլ անհանգստացա։ Լավ, սպասի տեսնեմ կարողանում եմ հետը կապի դուրս գալ, քեզ կզանգեմ, տեղյակ կպահեմ։ Լավ։ Կարող եմ իմանալ ինձ ինչի համար եք բաժին բերել։ Արտականունը քեզ ինչ-որ բան հուշում է։ Հա, ծանոթ անուն է։ Հետո ինչ։ Հետո են, որ Արտակին մահացած են գտել։ Ավելի ճիշտ, սպանել են Արտակին։ Ամեն ինչ սկզբից սկսեմ, Դավիթ, որ ավելի հասկանալի լինի։ Սկզբից քեզ մեղադրում են Արտակի մեքենան վնասելու մեջ։ Հետո մայրդ է գալիս, բողոքա ներկայացնում, որ Արտակը քեզ անհանգստացնում է։ Այսօր էլ Արտակի կինն է եկել եւ ասել, որ նախորդ գիշեր դու Արտակին դուրս ես հրավիրել։ Խոսակցություն եք ունեցել, որից հետո մի քանի րոպեով շատ վատ վիճակով տուն է մտել։ Հետո դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։ Հետո են, որ Արտակի հեռախոսի մեջից քո եւ իր խոսակցության ձայնագրությունն են լսել, որտեղ դու սպառնում ես Արտակին։ Այսքանից հետո ես իրավունք ունեմ կասկածելու քեզ Արտակի սպանության մեջ։